Հավատքը եւ կրոնը ինքը շատ մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա եւ դրա վերանայումները, ռեֆորմները մանավանդ ժամանակակից դարում, երբ որ արհեստական բանականությունը արդեն մուտք գործում աշխարհ եւ դրան դիմակայելու, դրանց եկող վտանգները չեզոքացնելու հարցեր նաեւ արժեքային դաշտում է պետք դիտարկել։ Եվ մենք իդեպ արժեքային դաշտում բաներ ունենք, որ նույնիսկ շատ առաջադեմ է, նույնիսկ քան Քրիստոսի ուսմունքը, չեմ ասում նույնիսկ քրիստոնեությունը, որը Սասնա ծռերում է ամփոփված։ Տեսեք, օրինակ մի հետարքիր դրվագ բանում 5 կտակարանը չեմ էլ վերցնում, ես ասացի արդեն, ասում եմ գնացեք նորացիներին նույնիսկ բնաջնջեք ամալեկացիների դեպքում, հա, ընդհանրապես որպեսզի դրանց հողը վերցնի։ Հենց ուրիշ մեղադրանքներ չկար առանձնապես, հա, ասում անաստված են իրանք ինձ չեն պաշտում եւ այլն, դե բարձր, ուրիշ ժողովուրդը ուրիշ աստվածա պաշտել։ Բայց հատկապես որ հողը, որ ասում եմ ես ձեզ եմ այս հողը տալիս, հա, ավետում, հա, ավետյաց երկիր չէ, գնացեք խլեք իրանցից բոլորին բնաջնջեք։ Քրիստոսը գալիս է վերանայում է, դա ասում է, բայց այնտեղ մի բան կա։ Նախ մի սպանանիրը կա իհարկե, այդ 5 կտակարանն էլ կար մի սպանիր, բայց 5 կտակարանում բարձում է այդ մի սպանիրը հատկապես հрьяաներին էր վերաբերում կամ մի գողանա, որովհետև չի համընկնում այն ասածների, այն պատվիրանների հետ, որ ուղիղ Եհովան իր ժողովրդին ասում է, հա, որ ասում է գնացեք գողացեք կամ գնացեք բնաջնջեք։ Բայց Քրիստոսը ասում է ով սրով կգա, սրից էլ կմահանա, հա, այսինքն, հա, ինքնապաշտպանության իրավունքն է, այսինքն չի ասում դուք սրով գնացեք ուրիշի վրա հարձակած, բայց ասում է եթե սրով գա, սրից էլ կմահանա։ Բայց հայկական էպոսում շատ ավելի առաջադեմ ձևակերպում է։ Տեսեք Դավիթ ինչ է ասում, երբ որ Մսրա Մելիքին սպանում է, դա Չարիքի բանն էր, որ եկել էր ուրիշ ձև չկար, հա, իրեն հաղթելու, իրեն պետք էր ոչնչացնել։ Բայց սպանելուց հետո ինքը զորքին չի կոտորում, չի ոչնչացնում։ Ասում է գնացեք ձեր տներով ու գնացեք ասեք, որ էլ Սասունի վրա, Հայաստանի վրա թրով չգաք։ Այսինքն թրով չի սպանում թրով եկածներին, այլ ներում է եւ ասում է գնացեք էլ չգաք ստեղ, որտեվ վատ կլինի ձեր վիճակը եւ գնում են էլ չեն գալիս։ Եվ իդեպ դա Արցախյան առաջի պատերազմի ժամանակ էլ այսպես բնազդորեն կիրառվել է նաև մեր զորքերի կողմից, ովքեր որ անդադ միջանցքներ են բացել թշնամու նահանջի համար, այլ ոչ թե շրջափակել են ոչնչացնելու համար։ Դա նաև մարտի կանոնների մեջ այսօրվա ժամանակակից մարտի ցույց է տալիս արդեն գիտականորեն հիմնավորում են դրա էֆեկտիվությունը, որ շատ ավելի ձեռնտու է մարտի ժամանակ վիրավորել թշնամուն, քան սպանել։ Որտեղ եթե դու վիրավորում ես, դու խնդրեմ ես ստեղծում թշնամու համար այդ վիրավորին տեղափոխելու։ Եվ առնվազն եւս 2 հոգի մինիմում զբաղված է լինելու, 2 զինվոր զբաղված է լինելու այդ վիրավորի հարցերով։ Էլ չեմ ասում այդ վիրավորին հետո բուժելը եւ այլն, ծախսերը եւ այլն, բայց այդ մի մարդասիրական հարց է, այդ ուրիշ հարց, բայց զուտ մարտի տեսակետից ավելի ձեռատալի վիրավորներ, որոնց վրա շատ մարդ կզբաղվի, քան թե սպանես արդեն դիակը կսպասեն մինչեւ մարտը բրծին, որ դիակը տեղափոխեն։ Տեսեք այդ նաեւ ռացիոնալ տեսակետից ինչքան ավելի լավ է այս տիպի առաջադեմ մոտեցումները, մարդասեր մոտեցումները կիրառելը, որը հենց մեր հայկական բուն ավանդույթներում կա։ Եվ չեմ ասում քրիստոնեությունը շատ օտար է, կոնե Քրիստոսի ուսմունքը այդքան օտար չի, որտեղ ինքն էլ տարածաշրջանային հավատալիքների արդյունքում է ձևավորել, ինքը հին արևի աստծու արգասիքն է, որը եւ իդեպ հայրերն էլ քրիստոնեության օրոք չի ծնվել։ Նախաքրիստոնեական ժամանակներից դեռ Եգիպտոսից գալիս է այդ հետարքիր է այդել, այդ նույն ձևակերպներով բառացի այդ աղոթքը կա, հա, հորն ուղված, հայր աստծուն ուղված աղոթքը։ Ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը պետք է հասկանալ, իմանալ, ճանաչել, նաեւ ինքնաճանաչողության համար, բայց նաեւ ռեֆորմների ենթարկելու համար, այլ ոչ թե դոգմատիկային այսպես կարճած գնալ առաջ եւ այդ արժեվում ոչ մի բան, ոչ մի լավ բանի չհանդիպել։ Հարցերի պատասխանները վերջը պետքա տրվի։ Ամեն ինչ որ մակերեսային քաղաքական պայքարով չի արտահայտվում, կան շատ ավելի խորքային խնդիրներ։ Խորքային խնդիրներ, այդ թվում եկեղեցու ինստիտուտի զարգացման, ռեֆորմների եւ զարգացման։ Օրինակ հիմա ասում են, «Օй, այդ ինչ եք դիպչում եկեղեցու ինստիտուտը, դա սրբության սրբոց է»։ Ասենք ինչ պատասխան եք այդ։ Պատասխանը որ պետք է ռեֆորմներ ենթարկել, պետք չի ամեն ինչ սրբադասել արհեստականորեն։ Դա կեղծ կատեգորիա է։ Ամեն ինչ պետք է ռեֆորմների ենթարկել։ Եթե մենք ինստիտուտները քաղաքական, տնտեսական ռեֆորմների ենք ենթարկում ժամանակին համահունչ, չի կարող ինչ որ դոգմատիկա հավերժ լինել, մանավանդ որ կառուցված է ստի եւ կեղծիքի վրա, կառուցված է 5 տակարանյան անհասկանալի ինչ որ PR-ի վրա։ Քաղաքական ենթատեքստ կա այս ամբողջ այս թեմայի մեջ։ Միանշանակ, առանց այդ ռեֆորմների հնարավոր չի նաև վերնախավը եկեղեցական փոխել։ Եթե այդ վերնախավն է իր հիմքերի հիմքը այդ արժե համակարգը,
Եհովական արժեհամակարգը, հա, վատ իմաստով Եհովական, վատ իմաստով, որտեվ ես ոնց որ այդ հոդվածում ցույց եմ տալիս նաև, այնտեղ ավելի եմ բացում այդ արժեհամակարգը, դա ուղղակի խայտարակություն է, դա գիտեք, մի օրինակ էլ բերեմ, որը ընդհանրապես հարից չի հայկական ոչ մենտալիտետին, ոչ մեր էպոսում տես բան չես կարող ուղղակի հանդիպել։ Աբրահամը, տեսեք, նահապետը, հա, ոչ միայն քրիստոնեության, նաև աբրահամական բոլոր կրոնների նահապետն Աբրահամը։ Ինքը, չգիտեմ, գիտեք թե չէ, Սարան իր քույրն է եղել, այսինքն իր հորից նույն հայրն են ունեցել, տարբեր մայրեր են ունեցել։ Բայց լավ, ասենք թե այն ժամանակ ընդունված էր փարավոնների ժամանակ էլ այդ ամուսնությունները լինում էին, հարցը դրանում չի, հա, հարցը նրանում է, որ ինքը երբ որ գնում են Եգիպտոս, փարավոնի հետ ինչ որ տալ առնելիք է ունենում, հա, այսպես պարզ ասած Աբրահամը, որպեսզի գայթակղեն փարավոնին, ինքը չի ասում, որ սա իմ կինն է, ասում է իմ քույրն է։ Այսինքն որպես քույր ներկայացնում է, որպես կին չի ներկայացնում եւ փարավոնը արդեն ինչ որ հույսեր է արթնանում մոտը, վերջը քիչ էր մնում կենակցեր կնոջ հետ։ Այսինքն բարոյականության իսպար, բարոյականություն զուրկ մարդիկ, որոնք որ նահապետ են դարձել ամբողջ կրոնների եւ այլն եւ այլն։ Գոնե մեր պատկերացման բարոյականության, հա։ Հա, տարբեր ազգեր, տարբեր բարոյականություններ ունեն, չեմ կարծում ժամանակակից հрьяաների համար էլ դա բարոյական է։ Փոխվել են ժամանակներ։ Դրա համար եմ ասում, այդ ամեն ինչը պետք է ռեֆորմների ենթարկվի։ Չի կարող 3-4000 տարի առաջվա բարոյական դոգմատները, որոնք որ բարոյականության հետ ժամանակակից որևէ կապ չունեն, հիմք հանդիսանան որևէ ուսմունքի եւ պատահական չի որ այդ ուսմունքի լիդերներն էլ այսօր շատ չեն տարբերվում այն մարդկանցից որոնք որ 5 տակարանում նկարագրած են եւ իրենք էլ ված չեն զգում որտեղ այն ինչ որ իրանք կարդում են եթե երբեմն կարդում են տեսնում որ իրենց շատ էլ համապատասխանում է իրենց նման է իրենք էլ են այդպես վարվում կան քաղաքական դրդապատճառներ որոնց մասին անցած անգամ խոսեցինք բավական մանրամասն, բայց նույնիսկ քաղաքական դրդապատճառները էլի մակերեսային են շատ թե քիչ, եթե մենք խորանում ենք, որտեվ եթե մենք արժեքային դաշտ չմտնենք, մենալ եկեղեցու կապված հարցերում ո՞նց կարանք խուսափենք արժեքային քննարկումից։ Դրա համար էլ պատահական չի, որ վարչապետը արժեքային դաշտում է հարվածում եկեղեցին։ Ով է դատավորը։ Ժողովուրդը, ով։ Ժողովուրդը։ Հա, որտեղ քրիստոնեական ներգոյություն չունեն, որոնք կդատվեն։ Դե գիտեք, քրիստոնեությունը ասում է մի դատիր, որ չդատվես, բայց այդ նշանակում է ամեն ինչ թողել Աստծո հայեցողությանը, ով ինչ ուզում է թող անի, դու մի դատի։ Ինչ խախտումներ, ինչ անբարոյականություն, ինչ սրիկայություն ուզում են թող անեն, դու մի դատիր, բայց կներեք, կա նաև ժամանակակից համակեցության սկզբունքներ, օրենքը հələ իր հերթին, հա, որ գողանալ չի կարելի հարկերից խուսափել չի կարելի, որ նաև եկեղեցին պետք է մտցնել հարկային դաշտ, հա, դա որտեղից են հնարել, որ պետք է եկեղեցին չհարկվի օրինակ։ Դա օրենքների դաշտում է, բայց նաև համակեցության կանոններ կա, որ եթե եկեղեցին ինքը ասում է, որ իմ կանոնները սա է, պետք է բարի լինի իր ղեկավարները բարի լինեն հետևեն առաջին իրենք հետևեն այդ, եթե ուզում են որ ուրիշներն էլ հետևեն այն արժեքներին, որ իրենք իբր թե տարածում են, իրականում ել եմ ասում, այդ արժեքները շատ կեղծ են եւ կասկածելի շատ դեպքերում, հա, ոչ բոլորի իհարկե, որտեղ քրիստոնեությունը միայն 5 տակարանը չի նաև Քրիստոսի ասածներն է, բայց սա խառնվել է իրար եւ ով ինչ ուզում է միջից վերցնում է, ով ուզում է այն վատ բաների վրա է հիմնվում, ով ուզում է լավ բաների վրա է հիմնվում, հա, որը որ կարծում եմ ռեֆորմների պետք է ենթարկվի եւ Հռոմի Պապը հենց դրա մասին է ասում եւ ինքը տարավ դրան։ Այսինքն դա հսկայական տեղաշարժ էր, որ իդեպ մեծ ըմբոստություն առաջացրեց կաթոլիկ աշխարհում, բայց վերջը համակերպեցին ինչ պետք է անեն, ընտրված Հռոմի Պապը եւ իր ասածը, իր կոնդակը, ասենք դա որոշում է, որը որ ենթակա չէ քննարկման։ Հիմա խմբագրված է, այո, խմբագրված է։ աղոթքանը։ Այո։